Եթե հեծի շուկայական արժեքը հասանելի լինի պետբյուջեին, այն կազգայնացվի, այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով այժմ հեծի շուկայական արժեքի գնահատում է տեղի ունենում։ Հնարավոր է պարզվի հեծի վիճակը այնքան վատ է, որ կառավարությունը կարող է ինքնուրույն այդ հարցը լուծել, ասել է Փաշինյանը, հավելելով, որ շտապելու տեղ չունեն։ Գրեթե 3 ամիս հեծի լիցենզիան դադարեցված է։ Հայաստան դաշինքը ընտրությունների կմասնակցի թիմի որոշակի թարմացումներով այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով մասնակցության ձևաչափի հետ կապված դեռևս վերջնական որոշում չունեն, բայց հակված են գնալ նույն ձևաչափով։ Նա կրկնեց, որ վերջնական որոշումը կհրապարակեն փետրվարին։ Քոչարյանի խոսքով հարցում են անելու եւ դրանից ելնելով որոշեն, թե ով է առաջնորդելու իրենց դաշինքը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ հավանական թեկնածուն այս պահին ինքն է։ Թրիփը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրա, Թրիփը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Հայաստանը կողմ չէ, կիսակողմ է։ Քոչարյանի խոսքով ԱՄՆ-ն այս ծրագրում զրո տնտեսական շահ ունի։ Միակ հետաքրքրող հանգամանքը Իրանն է, որին ԱՄՆ-ն փորձում է վերցնել վերահսկողության տակ։ Այս ծրագիրը կարող է չեզոքացնել իրանական մտահոգությունը, եթե դրան միանան այլ երկրներ, ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Մայրաթորի դիվանապետ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, այս մասին հայտնել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։ Միջնորդությունը քննվելու է դռնփակ նիստում մինչև փետրվարի 3-ը։ Մայրաթորի դիվանապետի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Այս տարվա մայիսի 4-ի աշխատանքային օրը կտեղափոխվի ապրիլի 18, որը շաբաթ է։ Վարչապետի աշխատակազմի ներկայացրած որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։ Որոշման ընդունման պատճառը Հայաստանում անցկացվելիք եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացումն է։ Եմենն ու Ադրբեջանը պայմանավորվել են համատեղ մշակել Նախիջևանում կառուցվող երկաթուղային ենթակառույցների տեխնիկա-տնտեսական հիմնավորումը։ Այս մասին հաղորդում է ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը, նշելով, որ նախագծի իրագործմանը մասնակցելու է նաև Եվրոպական ներդրումային բանկը։ Անցած շաբաթ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին։ ԵՄ արտգործնախարար Կայա Կալասը հայտարարել է, որ դաշինքը նախատեսում է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը ըստ լրատվամիջոցների մեծապես ներգրավված է եղել ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառմանը։ Սա նրանց կդնի նույն մակարդակի վրա, ինչ Ալ-Քաիդան, Համասը, Դաեշը, շեշտել է Կալասը, հայտնելով, որ նախատեսվում են նոր պատժամիջոցներ կիրառել։ Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարն էր հայտարարել, որ Ֆրանսիան Եվրամիության արտգործնախարարների այսօր կայանալիք խորհրդի նիստում կաջակցի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելուն։